Երևանին եւ Բաքվին առաջարկվում է անհայտ կորածների հարցով ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմներ դնել։ Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներում է այս մասին ասվում։ Նշվում է, որ եւ Հայաստանում եւ Ադրբեջանում կան առաջին եւ երկրորդ պատերազմների ժամանակ անհայտ կորածներ, որ ռազմական գործողությունների տարածքում հայտնաբերված մասունքները կարող են հավասարապես պատկանել երկու կողմերին էլ։ Ուստի այս մեխանիզմի ներդրումը նույնականացումը հաստատելու արդյունավետ միջոցներից բացի կարող է նպաստել նաեւ երկու ժողովուրդների համագործակցությանն ու հաշտեցմանը։ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի պահեստներից իրականացված խոշոր չափի գողության դեպք է բացահայտվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Մեծամորի ատոմակայանի վարչական տարածքի պահեստներից մեկից գողացել են պղնձից, նիկելից եւ երկաթից պատրաստված խողովակներ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայեկին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում հայտնաբերված ցրտահարված 2.5 տարեկան երեխայի վիճակը բարելավվել է։ Ներկապահին համայնքապետարանը փորձում է լուծել նաև երեխային խնամատար ընտանիքին հանձնելու հարցը։ Հիշեցնենք, Լոռիում ծանր պայմաններում ապրող ընտանիքի 2.5-ամյա երեխայի մոտ ախտորոշվել էր թոքաբորբ եւ առաջին աստիճանի ցրտահարություն, իսկ ծնողները հրաժարվել էին երեխային հիվանդանոց տեղափոխել։ Խուզարկություն է կատարվել 43 գազալցակայանում, հարկերը չվճարելու համար 3 անձ է կալանավորվել։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ հանրապետության մի շարք գազալցակայանների սեփականատերեր խուսափել են շուրջ 2 միլիարդ դրամի հարկային պարտավորություններ կատարելուց։ Քրեական վարույթներով 16 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 7 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որից 3-ի դեպքում դրանք բավարարվել են, 4-ի նկատմամբ ընտրվել է տնային կալանք։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ SMS հաղորդագրությամբ կեղծիք է տարածվում։ Հայաստանի փոստային բաժանմունքից ներկայացող անձինք տվյալներ են շորթում։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է չանցնել հղումով ու տվյալներ չփոխանցել։ Հայաստանն աշխարհում մեկ շնչին բաժին հասնող ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկիրն է։ Այս մասին գրել է Հայաստանի շախմատի ակադեմիան։ Հայաստանը FIDE-ի անդամ դարձել է 1992-ից, սակայն հայկական շախմատի պատմությունը սկսվում է 1934 թվականից, երբ երկրում անցկացվել է շախմատի առաջին առաջնությունը։ Հայաստանի առաջին չեմպիոնն է Հենրիկ Գասպարյանը։ Նա չեմպիոնի տիտղոսը պահպանել է 9 տարի։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։